Դավիթի հակածն է, եկել ես չեմ հասկանում, ես որտեղից հեռախոսը գտնում։ Դե մարդն ինչ ունի, էդ էլ հագնում է։ Մի քիչ բարի եղի, թողեն մենակ բան բասես։ Ես ինչ-որ բան է եղել վերաբերմունքդ փոխել ես։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի ինքը մեղավոր չէ, որ իրանք օրինակ լավ չեն ապրում, իսկ հայրիկ օրինակ բարձր պաշտոն ունի։ Ոնց որ ասում են, ծնողներին չեն ընդունում։ Երեխեք հիշում եք, չէ՞, վաղն կեզակերեն ծնունդն է։ Հա, իսկ ինչ պիտի անենք։ Երևի գումար հավաքենք, էլի։ Ինչքան։ Դե եկեք ընդհանուր դասերին առաջարկենք, տեսնենք ինչ կասեն։ Երեխեք, վաղն կեզակերեն ծնունդն է։ Առաջարկում են ինչ-որ գումար հավաքենք, անակնկալ մատուցենք։ Հա, դե եկեք, օրինակի համար վերցնենք 10,000 դրամ ու լավ նվեր առնենք։ Կամ եթե նեղեք գումարը կարող ենք նրան տալ։ Դե պետք է հասկանալ, բոլորը նման հնարավորություն ունեն, թե չէ։ Հայերը եկեք ինքան հավաքենք, որ բոլորը կերպարն էլ հարմար լինի։ Իսկ ավելի լավ չի մենք մեր ձեռքով ինչ-որ մի բան պատրաստենք ու նվիրենք։ Համամիտ եմ Դավիթի հետ, կարծում եմ ընկեր Զաքարյանը դա ավելի կգնահատի։ Օրինակ ինչ պետք է սարքես, գունավոր թղթերով ծաղկի փունջ, կամ ավելի լավ է մեր ձեռքով պատրաստենք, որ նայի մեզ ուրիշի, ասի դասղեկական դասարանից էր, բայց այդպես էլ գումար չտվեց, իսկ եթե Դավիթը գումար չունի, այդպես էլ ասում։ Բայց դու ինչ վատն ես։ Ես կարող եմ գումարի խնդիր ունեմ, բայց երբեք կոլեկտիվից հետ չեմ մնացել։ Ինչքան եք հավաքում, ասեք ես կմիանամ։ Բայց 10,000-ը բոլորին հարմար է, Դավիթ վստահ ես, որ նորմալ է։ Հա, նորմալ է։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Նստեք։ Այս ինչ դրամա հավաքա։ Հեչ ինքեր Զաքարյան, մտածում ենք դասարանով մի տեղ չգնալ։ Այո, վաղուց միասին ժամանակ չենք անցկացրել։ Լավ, հա, իհարկե, գնանք։ Հատկապես, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք էլ ձեզ դրա համար էլ հավաքում ենք։ Երեխեքը նկատի ունեն, որ մենք ձեր հետ միշտ հեջիկով ենք տեղ գնում, եւ լավ կլինի, որ հիմա էլ գնանք։ Լավ, բայց մի բան եմ զգուշացնում ձեզ։ Հանկարծ վաղվա հետ կապված ոչինչ չնախաձեռնեք, լավ։ Ինչի, վաղ ինչ պետք է նախաձեռնեիք։ Ինչ օր է որ վաղը։ Դուք շատ լավ հասկացաք, թե ես ինչ նկատի ունեմ։ Ու իմացեք, որ կվիրավորվեմ, եթե իմանամ, ասածս չեք լսել։ Ոչ մի գումար։ Պարզա՞։ Անցնեք դասի։